2025 թվականի նոյեմբերի 10-ին երկնքում տեղի կունենա նշանակալի իրադարձություն։ Լուսինը կտեղափոխվի առյուծի կրակոտ նշանի մեջ։ Այս անցումը նշանավորում է ավելի լուսավոր և պայծառ շրջանի սկիզբ, որը աստղագուշակները կապում են բարության և ներքին ներդաշնակության հանդեպ հավատքի վերադարձի հետ։ Կենդանակերպի 3 նշանների համար այս շրջանը հատկապես նկատելի կլինի։ Նրանք կզգան բարձր տրամադրություն և երջանկության զգացում, որը հնարավում է երկար ժամանակ չէին զգացել։ Առյուծի լուսինը հայտնի է ստեղծագործականության, ջերմության և կյանքի իրական ուրախություն արթնացնելու իր ունակությամբ։ Այն մեզ հիշեցնում է, որ երջանկությունը չի պահանջում իդեալական պայմաններ, այլ ծնվում է մեզ ազատորեն սիրելու և ընդունելու այնպիսին, ինչպիսին կանք։ Սա այն ժամանակն է, երբ իրականության կոշտ սահմանները սկսում են մեղմանալ, և կյանքը բացահայտում է նոր, ոգեշնչող կողմ։ Երկվորյակներ։ Երկվորյակների համար առյուծի մեջ գտնվող լուսինը կլինի սոցիալական գործունեության հզոր կատալիզատոր։ Հենց հաղորդակցության և հին կապերի վերակենդանացման միջոցով են նրանք խոր ուրախության զգացում ապրելու։ Սա այն օրն է, երբ պետք է բաց լինել շփման, հեռախոսազանգերի և հանդիպումների համար։ Այսօրվա էներգիան ձեզ նոր նպատակի զգացում կտա։ Խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն դուք բնականաբար կսկսեք դրականություն գրավել, քանի որ կրկին թույլ կտաք ինքներդ ձեզ պարզապես վայելել։ Երկվորյակների համար հիմնական խորհուրդն է թողնել անհանգստությունները և ապրել ներկա պահով։ Որքան ավելի ակտիվորեն ներգրավեք կյանքի մեջ, այնքան ավելի շատ բան այն ձեզ կվերադարձնի։ Առյուծի էներգիան նաև նպաստում է ստեղծագործականությանը և գաղափարների փոխանակմանը, ինչը հատկապես ակնհայտ կլինի շաբաթվա կեսերին։ Կշերք։ Կշերքի համար, որը հավասարակշռության և գեղեցկության ձգտող նշան է, լուսինը առյուծի մեջ կբերի հատկապես ցանկալի նվերներ, ճանաչման զգացում և խորը հուզական բավարարվածություն։ Դուք կզգաք, որ շրջապատի մարդիկ ձեզ տեսնում և գնահատում են։ Այս ճանաչումը չի լինի բարձր կամ ցուցադրական, այն կարտահայտվի փոքր, բայց իմաստալիք ժեստերով, աջակցության խոսքերով և ուշադրությամբ, որոնք կարևոր են ձեր ներդաշնակության զգացողության համար։ Նոյեմբերի 10-ին դուք կհայտնվեք սիրով և բարեկամությամբ շրջափատված, և սա ձեզ համար շատ հարմարավետ և բուժիչ միջավայր կլինի։ Դուք կզգաք, որ այն հավասարակշռությունը, որը դուք այդքան երկար փնտրում էիք, վերջապես վերականգնվել է։ Ձեր սիրտը կրկին կբացվի և կլցվի լիվելեով։ Աստղագուշակները նշում են, որ այս ուրախությունը հեշտությամբ վերադառնում է կշերքներին, երբ նրանք հարգում են իրենց ներքին լույսը։ Տիեզերքը ձեզ ուղարկում է դրա ապացույցները։ Թույլ տվեք ինքներդ ձեզ վայելել այս վիճակը, քանի որ դա ձեր բնական, բնածին էությունն է։ Ջրհոս։ Ջրհոսները, որոնք հաճախ ընկղվում են գաղափարների և գլոբալ մարտահրավերների աշխարհում, կարևոր դաս կսովորեն առյուծի մեջ գտնվող լուսնի ազդեցության տակ իրենց կյանքում պարզ, անկեղծ ուրախության համար տարածք ստեղծելու անհրաժեշտությունը։ Վերջերս դուք կենտրոնացել եք եղել պատասխանատվության վրա, բայց հիմա տիեզերքը կօգնի ձեզ մաքրել հերջանկության տարածքը։ Սա ձեզ կհասնի անկեղծ ինքնարտահայտության և սիրում առատաձեռնության միջոցով։ Դուք կզգաք անսովոր վերելք կապվելով այն մարդկանց հետ, ովքեր իսկապես հասկանում են ձեր էությունը։ Դուք կարող եք ապրել մի վիճակ, որը շատ տաք և հարմարավետ թվում է։ Սա առյուծի լուսնի էներգիայի դրսևորումն է, որը ձեզ ապահովում է անհրաժեշտ հուզական կապով։ Ջրհոսի համար սա ավելի պայծառ գլխի սկիզբ է, և ամենակարևորը դուք ներքուստ բաց կլինեք այս փոփոխության համար։ Եթե տիեզերքը ժպտում է ձեզ, հիմա ժամանակն է ժպտել ի պատասխան։ Ինչու է սա ավելին, քան պարզապես լավ օր։ Առյուծի մեջ գտնվող լուսինը ունի հատուկ ուժ։ Այն վերականգնում է մեր հավատքը կյանքի բնածին բարության հանդեպ և թացացնում է մեր հոգիները։ Նշված 3 նշանների համար այս տրանսիտը վերադարձնում է այն լավատեսությունը, որը նրանք կարող են վախենալ միշտ ընդմիշտ կորցնելուց։ Նման ժամանակ իմաստ չունի տրվել բացասականին։ Սա ինքնաճանաչման և պարզ մարդկային ուրախությունների ժամանակ է, առանց որոնք մենք չենք կարող լիարժեք ապրել։